Հիմա պարոն Վարդանյան, տարբեր փորձագետներ վերլուծաբաններ Ալիևի այս ապակառուցողական դիրքորոշումը նաև կապում են Իրանի շուրջ սեղմվող այդ օղակի հետ, ասում են, որ սպասելու է տեսնի, թե Իրանին ամեն դեպքում 2 ամիս ժամանակ է տրված, տեսնի ինչպես են զարգանում իրադարձությունները եւ ըստ այդմ կորոշի ինչպես վարվել Հայաստանի հետ։ Հիմա դուք ինչ վերլուծություն ունեք նախ ԱՄՆ-Իրան բանակցությունների հնարավոր սցենարների հետ կապված եւ Ալիևյան ռեժիմի գործողությունները։ Ես կարծում եմ, որ այդ թեզը բավականին այսպես ծանրակշիռ թեզ է, որ նա սպասում է որոշակի զարգացումների այդ առումով, բայց ես չեմ կարծում, որ Ալիևը այդ ամեն ինչը կարող է կամ այսպես ձևակերպենք, հա, Իրանի գործոնը Միացյալ Նահանգների կողմից չի կարող այնպես օգտագործվել, որ Ադրբեջանին տա քարտ բլանշ կամ կանաչ լույս Հայաստանի նկատմամբ ոտնձգություններ իրականացնելու առումով, հարձակումներ իրականացնելու եւ այլն։ Չի կարող այդպիսի բան լինել։ Եթե Ադրբեջանի հույսը դա է, ուրեմն կարծում եմ, որ Ադրբեջանը հուսախաբ կլինի։ Ես ճիշտ հասկացա ռազմական սցենարի հնարավորությունը փոքր է Իրանի նկատմամբ գործողությունների դիմելու։ Խոսքը դրա մասին չէ։ Խոսքը նրա մասին է, որ Ադրբեջանը հնարավոր ռազմական գործողությունները Իրանի նկատմամբ եւ իր որոշակի մասնակցությունը այդ ամենում արևմուտքի կողմից կարող է դիտարկել որպես Հայաստանի նկատմամբ որոշակի այսպես գործողություններ իրականացնելու հնարավորություն կանաչ լույս։ Որ դուք այսպիսի գործողություններ եք անում Իրանի նկատմամբ, ես ձեր դաշնակիցն եմ այս առումով եւ դրա փոխարեն ձեզնից ակնկալում եմ աջակցություն Հայաստանի դեմ որոշակի գործողություններ իրականացնելու առումով։ Ես սա եմ ասում, որ սա իմ կարծիքով անհնարին է, սա հնարավոր տարբերակ չէ, Միացյալ Նահանգները չի կարող եւ չի տա եւ չի կարող ցանկանալ եւ իր շահերից չի բխում Ադրբեջանին այդպիսի ուրեմն կանաչ լույս տալու, հա, եւ հակառակը ես կարծում եմ, որ այս առումով Միացյալ Նահանգները կարող է ասել, որ դուք կունենաք լուրջ դերակատարում տարածաշրջանում Ադրբեջանին, երբ որ մենք տեսնենք, որ դուք իսկապես լծված եք խաղաղության այդ օրակարգով, երբ որ դուք իսկապես ամեն ինչ անելու եք, որպեսզի տարածաշրջանում լինի կայունություն, խաղաղություն, եւ այս առումով բնականաբար շատ կարեւոր է, որ դուք հնարավորինս շուտ Հայաստանի հետ նորմալացնեք հարաբերությունները, եւ այս առումով կունենաք բավականին լուրջ դիվիդենդներ, եւ այստեղ Ադրբեջանը իսկապես կարող է շահել։ Այսինքն Ադրբեջանը կարող է օգտվել այդ հանգամանքից, որ Միացյալ Նահանգները օրինակ այսօրվա վարչախումբը, հա, քիչ ուշադրություն է դարձնում երկրի ներքին խնդիրներին, մարդու իրավունքների ոտնահարումներին երկրների ներսում, եւ մեծ ուշադրություն է դարձնում նրան, թե որքանով է այս կամ այն պետությունը Միացյալ Նահանգների շահերի տիրույթում գործում, որքանով է նպաստում Միացյալ Նահանգների հզորացմանը, եւ այս առումով, ուրեմն քանի որ Միացյալ Նահանգները ունի այսօրվա վարչախումբը եւ ընդհանուր առմամբ իհարկե միշտ այդպես է եղել, մեծ լուրջ դերակատարություն ունենալ կոնֆլիկտների լուծման գործում, այդպիսի, հա, նպատակ կա եւ մանավանդ որ Միացյալ Նահանգների նախագահն էլ հայտարարել է, որ ինքը գալիս է որպեսզի խաղաղություն հաստատի ամբողջ աշխարհում, ու բնականաբար այսինքն յուրաքանչյուր գործողություն, որը բերելու է խաղաղության հաստատմանը, Միացյալ Նահանգներից դիտարկվելու է որպես պրոամերիկյան գործողություն, հա, նաեւ այս առումով, այսինքն որ այդ Թրամփի կարծես այդ ծրագրին նրա դիտանկյուններին համահունչ գործողություն եւ գնահատվելու է Միացյալ Նահանգների կողմից, էլի այս առումով։ Եվ իհարկե այստեղ
Հենց այսօր ես օրինակ տարատեսակ դիտարկումների, հետազոտությունների եւ նաեւ այսպես ադրբեջանական որոշ փորձագետների հետ շփումների, այսպես ասած, իմացած շփումների արդյունքում եկել եմ այն եզրահանգման, որ Ադրբեջանի ներկայիս իշխանությունները սպասելիքներ ունեն եւ արևմուտքից, այսպես լայն առումով, ու հիմնականում Միացյալ Նահանգներից եւ այսօր իրենց այդ սպասելիքները չեն բավարարվում, իրենք դժգոհ են, իրենք ասում են մենք սպասում ենք ներդրումներ, մենք սպասում ենք ուղղակի գրանտներ, այսինքն ֆինանսական աջակցություն տարատեսակ մեր ծրագրերին եւ մենք սպասում ենք վերջի վերջո որ մեզ ներգրավեն տարատեսակ խոշոր ռեգիոնալ եւ միգուցե ոչ ռեգիոնալ պրոյեկտներին այս ամեն ինչը դեռ չկա իրենք ասում են եւ դրա համար ես գալիս եմ այն եզրահանգման որ հիմնական պատճառը որ Ադրբեջանը այսպես ցկցկում է այս process-ը եւ այլն սա է Պարոն Վարդանյան հիմա Իրանի շուրջ զարգացումների ինչ սցենարներ եք դուք դիտարկում Դժվար է ասել ճիշտն ասած իսկապես Ես իհարկե չեմ բացառում, որ կարող են լինել թիրախային, ուրեմն հարվածներ Իրանի տարբեր ռազմական օբյեկտների ուղղությամբ, Իսրայելի, Միացյալ Նահանգների, այսպես հիմնականում համատեղ ջանքերով, բայց նաև ոչ պակաս, այսպես ասենք, հավանական եմ համարում այն, որ Իրանը եւ Միացյալ Նահանգները բանակցությունների ուրեմն արդյունքում կարող են գալ ընդհանուր հայտարարի։ Այստեղ իհարկե իրանագետները շատ ասելիք կունենան, շատ բան կախված է նաև նրանից, թե Իրանի ներսում ինչպիսի իրավիճակ է։ Գիտեք, շատ տարբեր իրավիճակներում, օրինակ նույն կոշտ գործողությունները արտաքին ուժերի կողմից կարող են բերել լրիվ տարբեր արդյունքների։ Օրինակ, մի դեպքում կարող է բերել այնպիսի իրավիճակի, երբ որ հասարակությունը համախմբվի եւ որևէ ճգնաժամ չստեղծվի երկրի ներսում, եւ արդյունքում ընդհանուր առմամբ իշխանությունները դուրս գան, այսպես հաղթած, որովհետեւ հակառակ պարագայում չէին կարողանալու օրինակ երկրի ներքին խնդիրները լուծել, իսկ այս դեպքում ունեն համախմբված հասարակություն, որը աչք է փակում, ասենք շատ տարբեր հարցերի վերաբերյալ, ասում է, չէ, մենք արտաքին վտանգի առջև պետք է միասնական լինենք եւ մենք դիմադրեցինք, կարողացանք հասնել արդյունքի, մեծ ծնկի չբերեցին եւ այլն, բայց կարող է նաեւ հակառակ էֆեկտի բերել, երբ որ պարակտումներ լինեն երկրի ներսում, երբ որ ինչ որ տարբեր ուժեր դուրս գան արդեն իշխանությունների դեմ, ասելով, որ այս ինչ վիճակի եք հասցրել մեր պետությունը, որ մեզ հիմա ռմբակոծում են եւ մի խոսքով էլի այսպես չի կարելի շարունակվել, պետք է ռեֆորմներ անենք եւ այլն, դժվար է, անկեղծ եմ ասում, դժվար է ասել, որ այդ երկուսն էլ հնարավոր է։ Ամեն դեպքում ոչ լայնածավալ պատերազմի Այդ երևի թե քիչ հավանական սցենարն է, որովհետև ինքը բազմաթիվ բարդություններ ունի, ինքը կարող է վերածվել, չգիտեմ, երկրորդ Վիետնամի Միացյալ Նահանգների համար եւ այլն, այսինքն, բայց դա էլ չի կարելի բացառել, այսպես այսօրվա աշխարհում, երբ որ տեսնում ենք այնպիսի լուծումներ, այնպիսի քայլեր, որոնք դժվար է տրամաբանված կամ ռացիոնալ համարել, բայց դրանք կան, իսկապես որևէ նման բան չեն կարող բացառել։ Նույն անկանխատեսելի իրավիճակն է նաև ռուս-ամերիկյան բանակցություններում, պարոն Վարդանյան, սպասվում է Ստամբուլում երկու երկրների ներկայացուցիչների հանդիպում, բանակցությունների երկրորդ փուլը ըստ էության։ Մոտավորապես միգուցե այստեղ մի քիչ այլ է իրավիճակը ինչից ելնելով նրանից, որ ասենք Միացյալ Նահանգների եւ Ռուսաստանի այսօրվա իշխանությունների միջև այնուամենայնիվ կա ավելի մեծ փոխըմբռնում, քան օրինակ Միացյալ Նահանգների եւ Իրանի, ղեկավարությունների միջև, այսինքն շատ հաճախ տեսնում ենք, որ չգիտեմ, բազմաթիվ հարցերի վերաբերյալ, ասենք Թրամփի եւ Պուտինի մոտեցումները համընկնում են, բայց միևնույնն է չկա խաղաղություն։ Այո, բայց մի շարք այլ հարցերի վերաբերյալ իհարկե չեն համընկնում, բացի այդ խնդիրը միայն ղեկավարները չեն, չէ՞, վերջի վերջո գործ ունենք Միացյալ Նահանգների որպես պետություն,
դա անկախ ամեն ինչից դեմոկրատական պետություն է մնում եւ ունենք այսպես խիստ ավտորիտար Ռուսաստան եւ պարզ է որ այստեղ լրիվ այլ տեսակի կարող են հարաբերությունները լինել անկախ նրանից թե ինչպիսին են շփումները, ինչպիսի մակարդակի շփումներ են լինում երկրի ղեկավարների միջև եւ իհարկե այստեղ նաեւ հետեւյալ բանը պետք է նշել որ օրինակ Թրամփը ինքը կարող է միանգամից այսպես էֆեկտ ունենալու համար բարձր պլանկաներ է սահմանում, հա, բայց իմանալով որ անհնարին է լինելու այդ բարձր պլանկաները միանգամից այսպես կյանքի կոչել, հա, բայց մյուս կողմից էլ էլի հաշվի առնելով Թրամփի անկախատեսելի այդպես բնույթը եւ այլն էմոցիոնալ որոշ առումներով որոշ դեպքերում նաև այսպես չի տեղավորվում լիբերալ այսպես պատկերացումների շրջանակներում, հա, նրա մոտեցումները միջազգային հարաբերությունների վերաբերյալ էլի որոշակի նաև կարելի ասել երբեմն էքսցենտրիկ մոտեցումները հնարավոր է նաև որ ինքը մտածում էր որ արդեն իսկ իր հեղինակությունը բավարար է որպեսզի Ռուսաստանը ասենք գնա զիջումների գնա այնպիսի լուծումների որ Միացյալ Նահանգները ակնկալում է եւ տեսնում է որ չէ այդպեսի չի ստացվում հա այդպիսի բան չի ստացվում ու սկսում են մտածել լավ այս պարագայում ինչ պետք է անենք այսինքն իրանք էլ լավ չեն պատկերացնում թե ինչ արդյունք կարող է այս ամեն ինչը ունենալ հա մեղադրում էին ուկրաինացիներին բայց հիմա տեսնում են որ կարծես թե չէ ոնց որ թե Ռուսաստանն է խնդրեմ հարուցողը հա ոչ թե Ուկրաինան այսպես այնպես որ այստեղ էլ ամեն ինչ այնպես չի որ մենք էլի պարզ իրավիճակի հետ գործ ունենք միանշանակ գնահատական կամ բնութագրում անհնարին է ուղղակի ես կարծում եմ որ անհնարին է կանխատեսել հստակ կամ թեկուզ եւ չգիտեմ մեծ հավանականությամբ ինչ կլինի հա կարող ենք ասել որ որոշակի սցենարներ իհարկե սցենարներից մեկը այն է որ պատերազմը անորոշելի ժամանակով շարունակվում է Եվ կարծում եմ որ բավականին դա իրատեսական սցենար է, այնպես չի որ անհնարին է, որովհետև կողմերը դեռևս ունեն ռեսուրսներ շարունակելու այդ ամեն ինչը եւ ունեն լրիվ տարբեր տեսակետներ։ Ուստի եթե տեսնում ենք որ չեն կարողանում դեռևս ամենակարևոր, բայց շատ պարզ, ավելի շուտ պարզ, միգուցե կարևոր, բայց պարզ իրականանալի հարցերի վերաբերյալ կան համաձայնության, երբ որ արդեն ասել են որ գալիս ենք համաձայնության, բայց գետնի վրա տեսնում ենք որ չեն կարողանում գալ, ուրեմն կարող ենք նաև մտածել որ շատ հավանական է որ հետ այսուհել նրանք չկարողանան համաձայնությունների գալ տարբեր հարցերի վերաբերյալ եւ այդ ամեն ինչը շարունակվի։ Մյուս կողմից էլ իհարկե այդ աստիճանական սցենարը, երբ որ էլի կամած մարում է պատերազմը, դա էլ բավականին հավանական տարբերակ եմ ես համարում, այսինքն այտենց մի կողմից բանակցություններ, պակաս արդյունավետ, հետո մի քիչ ավելի արդյունավետ եւ այլն, բայց ընթացքում տեղի են ունենում ուրեմն ռազմական գործողություններ, բայց սահմանափակ։ Տրամաբանությունը կարծես դա է հուշում նաև շատ առումներով, որովհետև տեսնում ենք թե ինչ կա բանակցային սեղանի շուրջ դրված, հա, ինչ առաջարկներ են լինում եւ այլն, այս առումով այն ինչը որ քիչ հավանական է, բայց նորից միևնույն է, նույնիսկ եթե քիչ հավանական է, այսօրվա աշխարհում չի կարելի էլի բացառել, որ ամենակիչ հավանական սցենարը կարող է եւ լինի, որ չգիտեմ, օրինակի համար վաղը չեմ հյուսորը այնպիսի համաձայնության կան, որ ընդհանրապես հենց միանգամից պատերազմը կանգնացնեն, միանգամից ասենք, չգիտեմ, լուծումների մի հատ sense շղթա լինի եւ կան համաձայնության եւ ասեն վերջ այս կոնֆլիկտը լուծվեց։ Դա այդ ամենակիչ հավանական տարբերակն է, բայց նորից ես չեմ զարմանում, եթե դա էլ լինի։ Ես կխնդրեմ շատ կարճ, պարոն Վարդանյան, նաեւ մաքսատուրքերի հետ կապված Թրամփի քաղաքականության անդրադառնալ, դա ուր է տանում ԱՄՆ-ին, ավելի ուժեղացնում է միտումները, այսինքն այս քաղաքականության։ Ես կարծում եմ, որ դա չի բխում, այսինքն դա կթույլատնի Միացյալ Նահանգների ընդհանուր առմամբ։ Դա առաջացնի եւ առաջացնում է բողոք, դա առաջացնում է դժգոհություն տնտեսվարողների մոտ, խոշոր, միջին, փոքր, բոլոր, այո։ Եվ այն, չգիտեմ, հույսը, որ կտուժեն այն երկրները, որոնց նկատմամբ այդ մաքսատուրքերը
հարուցվում են, իսկ Միացյալ Նահանգները չի տուժի, ես կարծում եմ հիմնավոր չի։ Հա, իհարկե նրանք էլ կտուժեն։ Բայց Միացյալ Նահանգները այս առումով կարծում եմ շատ ռիսկային, այսպես ասած, հա, քաղաքականություն են վարում այսօր, ադմինիստրացիան նորագույն եւ նաեւ տեսնում ենք, գիտեք, որ արդեն հենց թիմի ներսում կա տարաձայնություն այս առումով ու ամենա այսպես սիմվոլիկ եւ խոշոր խաղացողներից մեկը այդ թիմում այսօր Իլոն Մասկը դեմ է դուրս եկել այդ տարիֆներին, սա գիտեք ինչ, սա շատ բանի մասին է արդեն խոսում։ Սա կատակ չէ։ Հա, հիմա չգիտեմ, միգուցե եւ Թրամփը վերանայի իր մոտեցումները այս առումով։ Մենք տեսել ենք մի քանի դեպքերում, երբ որ նախնական այսպես ասվել է սա եւ արդեն գործի է բերվել այս քաղաքականությունը, բայց 2-3 օր հետո որոշակի շտկումներ են մտցրվել։ Հնարավոր է, որ այդ ամեն ինչը լինի, տեսնելով այդ ամեն ինչ կախված է նրանից, թե որքանով կլինի դիմադրությունը ներսում, ինչպիսի արդյունքներ արդեն այսօր կգրանցվեն, հա, եթե տեսնեն, որ արդյունքները շատ այսպես միանշանակ բացասական են եւ այդ ընդհանուր դժգոհությունը ավելի լայնածավալ է դառնում եւ այլ կոշտ, կարծում եմ, որ այստեղ Թրամփը կարող է փոխել իր դիրքորոշումը։ Մենք տեսել ենք արդեն, որ նա ընդունակ է այնուամենայնիվ փոխելու իր մոտեցումները եւ դա էլ գիտեք ինչ խոսում է այն մասին նաեւ, որ այնուամենայնիվ անկախ ամեն ինչից մենք գործ ունենք դեմոկրատական պետության հետ։ Բացի այդ մենք նաեւ տեսնում ենք, որ տարբեր ինստիտուտներ, ասենք դատարանները, հա, օրինակ կասեցնում են այս կամ այն որոշումը Թրամփի, այնպես որ շատ գործոններ կան, հա, որոնք կարող են սահմանափակել եւ ազդել գործընթացների վրա։